Գիտեք, սիրո մասին քարոզելը սխալ չի, բայց դա ճիշտ էլ չի։ Որտեղ ավետարանն ասում է դուք Աստծուց պիտի սովորած լինեք։ Իմացաք, բայց քանի որ մեր նյութը մեղքի մասին խոսացինք, հետո հոգևոր բաների մասին, հոգի գործերի մասին եւ ուզեցի մի քանի բաներ խոսամ ձեզ Պողոս Արաքյալի խոսքերով, որ գրված է Գաղատացիս 5-րդ գլուխը 22 կամարից, բայց հոգին պտուղ այս է, սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Անանք, որ Քրիստոսին են ես մարմինը խաչ կհանեն բնական կրքերով ու ցանկությունով մեկտեղ։ Հոգիով ապրենք, հոգի արմատ քալենք, սնապար չլանք մեկыз մեկ գրգռելով ու իրարու վրա նախանձելով։ Երբեմն ասենք հավատացյալներ կան ոչ թե հասկանալով, չիմանալով, երբեմն եկեղեցի մեջ խնդիր են ունենում կամ մի բան ու թողնում, ասենք գնում են պատճառաբանությունը, ասում են, որ եկեղեցի մեջ սեր չկա։ Դա շատ վտանգավոր արտահայտություն է, շատ սխալ է, որովհետև սերը Քրիստոս ինքն է, ոնց որ ասես եկեղեցի մեջ Քրիստոս չկա, Քրիստոս կա, բայց ավետարանի մեջ գրված սիրո մասին շատ տարբեր է, ուրեմն 9 տեսակ հոգի պտուղներ ասեց, այստեղ որ գրված էր, կարդացինք, ես ուզում եմ մի քանի բան գրեմ գրատախտակի վրա եւ մի քանի բան բացատրեմ ինչ ենք հասկանում, ուրեմն Սուրբ Հոգու պտուղները, Սուրբ Հոգու պտուղներն են, դուք ասեք ես գրեմ, պտուղները, առաջինը գրենք սեր, չէ, սեր, երկրորդը խնդություն, երրորդը խաղաղություն, չորրորդը երկայնամտություն, հինգերորդը քաղցրություն, վեցերորդը բարություն, յոթերորդը հավատարմություն, ութերորդը հեզություն, իներորդը ժուժկալություն։ Ուրեմն 9 պտուղ, բայց 9 հատ չէ, շատ են, դրանք էլ կասենք, տարբեր թղթերի մեջ գրված է, օրինակ խոնարհությունը չկա, աստվածպաշտությունը չկա, դրանք էլ են Սուրբ Հոգի պտուղները, բայց հիմնական էս 9։ Սրանց գլուխը սերն է։ Գլուխը սերն է։ Հիմա եկեք բաժանենք սա 3 մասի։ Առաջի մասը սեր, խնդություն, խաղաղություն։ Սրա անունը գրենք կյանք։ Այս 3-ը երկայնամտություն, քաղցրություն, բարություն։ Ինչ կարանք գրենք։ Ապրելակերպ։ Իսկ այս 3-ը
Հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, գործելակերպ։ Գործելակերպ։ Ուրեմն սերը գլուխն է։ Այս սիրոն եկեք անուն էլ տանք։ Գրենք Քրիստոս։ Քրիստոս։ Չէ, Հիսուս գրենք, կամ Քրիստոս, Հիսուս Քրիստոս։ Քրիստոս։ Հիսուս Քրիստոս, սեր, գլուխն է։ Ուրեմն այս բոլորը արդյունքն է սիրո։ Այս բոլորը ամփոփվում է սիրո մեջ։ Սերը վերցնենք, այս բաները գոյություն չունի, չկա։ Չկա այս բաները։ Ուրեմն ինչ ենք տեսնում, որ սերը զգացմունք չի, գաղափար չի, չգիտեմ, ոնց ուզում եք ասեք։ Սերը ըստ ավետարանի սերը ռեալ բան է, ինքը կյանք է, ապրելակերպ է, գործելակերպ է, որը ի հայտ է գալի իր պտուղներով։ Սեր, խնդություն, խաղաղություն, այս երեքը մարդու կյանքի մեջ է, դա մարդու նվերն է, նվեր է կարծես, աստծուցում է մարդուն։ Եվ երկայնամիտ քաղցրություն, բարությունը, սրանք ի հայտ է գալի մարդու ապրելուց։ Իսկ մարդու գործելուց ի հայտ է գալի հավատարմությունը, հեզությունը եւ ժուժկալությունը։ Սրանք ի հայտ է գալիս մեր ուրեմն գործելակերպով, գործածությամբ երևում է։ Այս 9 պտուղներն են, որ Սուրբ Հոգու պտուղները շատ են, բայց այս 9-ն ենք վերջում։ Սրանց դեմ օրենք չկա, արդյունք օրենք չի ասում խաղաղություն մի ունեցի, ժուժկալություն մի ունեցի, օրենք չկա, սա օրենքից վեր է։ Սա Քրիստոսի կյանքի հոգի օրենքն է վերել մեր մեջ։ Ազատ ենք, մենք սրանք մեր ազատությունն է։ Ուրեմն սեր գրված է ագապե, չէ, հունարենով ագապե է գրված։ Բայց խոնարհությունը, մխիթարությունը, սփոփանքը, գթությունը, ողորմությունը, աստվածպաշտությունը, այս բոլորը սիրո մեջ են մտնում, բոլորը։ Գրված է, որ Աստված սեր է, չի գրված, որ Աստված սիրում է, չնայած Աստված սիրում է, բայց Աստված սեր է։ Ինչ ենք հասկանում ես, որ ասում ենք Աստված սեր է, Աստված իր էությամբ, իր բնությամբ, իր գործելակերպով սեր է։ Ամբողջությամբ սեր է Աստված։ Սեր է։ Աստված ոչ թե սիրում է, Աստծո գործելակերպը իր մեջից է գալիս, իր էություն, իր էսենսն է։ Սեր է Աստված, Աստված սիրում է։ Աստված մեզ սիրում է։ Եվ Աստված այդ սերը, որ մեր վրա ուներ, որ մենք գաղափար էլ չունեինք, Աստված էլ չենք ճանաչում, եւ մենք մեղքերի մեջ մեռած էինք, հույս էլ չունեինք, նպատակ էլ չունեինք, գաղափար էլ չունեինք ավետարանից, իմացար Աստված մեզ սիրում էր։ Մարդկային բնությունը, մարդկային գործելակերպը սիրո, այս ընդհանրապես շատ հեռու է այնինչ որ ավետարանն է մեզ տալիս։ Աստված է մեզ ցույց տալիս։ Տեսեք, այս սերը condition չունի, այսինքն ինքը չի փոխվում ըստ իմ վիճակի, իմ ապրած վիճակի, օրինակ Աստված հավատացյալին սիրում է, չէ, մեղավորին էլ է սիրում, նույն ձևով, ոչ թե որ մեղավորին մի քիչ է սիրում, քանի որ ինքը մեղավոր է, ոչ, նույն ձևով է սիրում, տարբերություն չկա, բայց մեղավորը ինքը չգիտի, որ Աստված իրեն այնպես է սիրում, ինչպես հավատացյալին, որ իր որդին է։ Լուր չունի անավատը,
Մինչև այն ժամանակ, երբ որ հավատքի է գալիս եւ մի մեծ բացահայտում է լինում իր համար, որ Աստված իրեն սիրել է, եւ դեր ինքը նույնիսկ Աստծո անվանը հայեում էր։ Այստեղ ես ձեզ կարդամ, տեսեք ինչ է գրված։ Հռոմեացիս 5:8 է։ Սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։ Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց մեզի, երբ դեռ մենք մեղավոր էինք, մենք Աստված չունեինք, անաստված էինք, մեղավոր էինք, Աստված մեզ սիրում էր։ Այն էլ ասեմ, որ մինչև մեր ապաշխարելը, մեր անավարտ ժամանակ Աստծո ուշադրության կենտրոնում ենք եղել, որպեսզի սատանան մեզ չկործանի, մինչև որ Աստված իր խնամքով մեզ բեր է հասցրել է այն կետին, որտեղ մենք ասել ենք, ես ընդունում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է իմ փրկիչն է։ Ինքը խնամք է տարել մեզի, որովհետև աշխարհի սկզբից առաջ ինքը Աստված ճանաչում էր մեզ, եւ ինչպես Երեմիան է ասում, իմ մորս որովայնի մեջից դու ինձ գիտցար։ Ինքը մեզ ճանաչում էր, այն ժամանակ, որ մենք ծնվեցինք արդեն, Աստված հրաման տվեց իր հրեշտակներին, որ սրան պետք է պահեք, սրա փրկության օրը 1984 թվականի նոյեմբերի 13-ին հիվանդանոցում պետք է լինի, սրան այստեղ, նրան այստեղ, սրանը պետք է քարոզել, փրկվի, ամեն բան ծրագրված է, Աստված գիտեր, եւ ժամանակը եկավ, մեր փրկության օրը օգնություն արեց ու մենք խոստովանեցինք ու փրկվեցինք։ Բայց մինչև այդ Աստծո սերը մեր վրա է եղել։ Պատկերացնում եք, Աստված մեզ սիրել է։ Երբեմն մենք ասել ենք, բա ուր է Աստված։ Դե Աստված կար, ինչի թույլ տվեց, որ 1914 թվին մեզի կոտորեն։ Այտենց էշեշ խոսացել ենք էլի, առանց երկար բարակ մտածելու։ Բա եթե դե Աստված կար, ինչի թույլ տվեց իմ պապա ջահել մեռավ, ես եթիմ մեծ ասա։ Բայց չգիտի, որ իր օրից ավելի մեծ հայր ունի։ Բայց եթե որ Աստված կար, ինչի էսպես, Աստված կար, ինչի էսպես, այնպես, բայց հետո որ հավատք են գալիս, հասկանում ենք, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվել։ Նույնիսկ Աստված, որ իր ժողովրդին այս երկրի վրա, որ կան ապրում են, սիրում է, եւ մեզ հոգ է տալիս, հոգ է տանում, եւ մեզ բարեբեր եղանակներ է տալիս մեզ Աստված, անձրևներ է տալիս, արևը դուրս է գալիս եւ մենք ուտելու բան ունենք, սա անում է սրա հետ միասին անավատ աշխարհին էլ է կերակրում Աստված։ Եվ Աստված իր սերը հայտնեց, այսինքն չթաքցրեց, հայտնեց Գողգոթայի խաչի վրա, Աստծո սիրտը պատրվեց, Հիսուսի սիրտը պատրվեց եւ այդ արյունը Հիսուսի սրտի մեջից լցվել էր իր մարմնի մեջ եւ իր կողից դուրս բխեց այն հռոմեացի զինվորի սրովը, դուրս բխեց այդ արյունը եւ իր արյունով գին վճարեց, ծախու արավ իր եկեղեցին եւ փրկության ճամփա բացվեց եւ խաղաղություն հաստատվեց եւ թշնամությունը քանդվեց, այդ մեղքի վարակույրը պատրվեց եւ Հիսուս ասեց, հայր ամեն բան լմնցավ, կատարեցի եւ Աստված իր սերը Գողգոթայի խաչի վրա ցույց տվեց։ Այս ամբողջ կռիվը գնում է Երուսաղեմի վրա, ինչ կա այդ Երուսաղեմում, այ մարդ։ Ինչ կա, ոչ ջուր ունեն, ոչ շիբան չունեն, անապատ տեղ, ոչ շիբան չկա, ինչ եք ուզում, դա մեծ թագավորի քաղաքն է, որտեղ իր գահը պետք է հաստատի եւ աշխարհը կառավարի, երբ որ ինքը իր փառքով ու զորքով հայտնվի իր հազարամյա թագավորությունը հաստատելով այս երկրի վրա։ Պողոս առաքյալը սիրո մասին այսպես է գրում. Եվ խրատելով մեզի խրատելով, թե եթե մենք իսկապես ասում ենք սիրում ենք, ինչպես պետք է լինի սերը։ Կորինթացիս 13-ն է. Եթե եկեղեցի մեջ կամ եկեղեցի, եթե մարդկանց ու հրեշտակների լեզուները խոսեմ,
մարդկանց եւ հրեշտակների, ուրեմն մարդկանց հրեշտակների ասած, այսինքն ազգերի, մարդկանց եւ հրեշտակների լեզուները խոսեմ, սեր չունենամ եւ ձայն տվող պղինձի պես եղա կամ հնչող ծծխաների պես։ Եթե մարգարեություն ունենամ եւ հասկանամ ամեն խորհուրդները ու ամեն գիտությունը եւ եթե ունենամ ամեն հավատքը մինչեւ լեռները տեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներին կերցնեմ ու իմ մարմինը սեր այրելու տամ եւ սեր չունենամ, օգուտ չեմ ունենա։ Ուրեմն ինչ է սերը։ Ասում է սերը երկայնամիտ է։ Երկայնամիտ է, ինչ է նշանակում երկայնամիտ է։ Կարճամիտ էլ կա, չէ՞։ Երկայնամիտ է սերը։ Ժամանակից առաջ չի ընկնում, ինքը համբերում է, ինքը գիտի, վստահում է, երկայնամիտ է, չի դատում, դժոխք չի ուղարկում, չի կապում սրա նրա մեղքերը, երկայնամիտ է, ինքը ասում եմ, երկայնամիտ է, ինքը առաջ չի ընկնում սերը, երկայնամիտ է ինքը։ Եվ առաքյալն ասում է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկություն չի գրգռում, չարություն չի խորում, անիրավության վրա չի խնդում, ապա ճշմարտությանը խնդակից կլա, ու ինչ է անում գործնական։ Ամեն բան զիջում է, ամեն բան հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը բնավ չի ընկնում։ Քրիստոս չի ընկնի, ո՞ս կընկնի։ Սերը բնավ չի ընկնում, բայց սերը ինչ է այդ սերը ինքը չի նախանձում մեկին, չի գոռոզանում, չի հպարտանում, չի պարծենում, ինքը ամեն բան համբերում է, ամեն բան զիջում է։ Ուրեմն այդ սերը, այս աշխարհի մեջ, որ զիջում է, համբերում է, տալիս է, չի գոռոզանում, չի պարտանում, իր մեջ ավելի մեծ մի բան ունի, որ ինքը տալիս է ամեն ինչը, եթե ոչ չի տա, չի զիջի, ուրեմն ավելի մեծ գանձ ունի իր մեջ, այդ Քրիստոս ինքն է, ուրեմն աշխարհից ավելի մեծ մի բան ունի ինքը, այս աշխարհում ինչ որ կա, որտեղ նախանձելու բան կա, հպարտանալու բան կա, գոռոզանալու բան կա, երևալու բան կա, ուրեմն ավելի մեծ մի բան ունի ինքը, Քրիստոս կյանքն ունի, հավիտենական բաներ ունի իր մեջ, դրա համար այդ սերը այս ամեն ինչը զիջում է, որպես թե չեղածի պես, որտեղ ինքը լավագույն մի բան ունի, ինքը կարիք չունի հպարտանալու, գոռոզանալու, ինքը կարիք չունի չզիջելու, տալիս է, ասում է մարդ, էս էլ քեզի, որտեղ ես լավագույն մի բան ունեմ իմ մեջ, դրա անունը Քրիստոս է, սեր է, Աստծո սերը, Աստծո խնդություն են ունեմ, Աստծո խաղաղություն են ունեմ ես։ Պողոս առաքյալը այս Փիլիպեցիս թղթի մեջ այսպես է գրում եւ ասում է, որ արդ եթե Քրիստոսով մխիթարություն կա, եթե սիրոս փոփանք, եթե հոգին հաղորդություն, եթե գթություն ու ողորմություն, իմ ուրախությունս դուք լեցրեք, նույն խորհուրդը ունեցեք, միևնույն սերը ձեր մեջ ունենալով մեկ շունչ, մեկ մտածում։ Բան մը գրգռությունով կամ սնապարտությունով մի ինեք, ապա խոնարհությունով մեկզմեկ ձեր անձեն լավ սեպեցեք։ Միայն ձեր անձի շահը մի փնտրեք, հապա ամեն մեկ իր ընկերինն էլ, բայց հինգ համարն է հետաքրքիրը։ Ձեզ մի ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Հիմա պետք է իմանանք, այս ինչ էր Հիսուսի միտքը։ Ինչ էր Հիսուսի միտքը, որ Պողոս ասում է մեզի, ձեզ մի ամեն մեկը, մեզանից ամեն մեկը, թող Քրիստոսի միտք ունենա։ Քրիստոսի միտք ունենա։ Ինչ էր Քրիստոսի միտքը։
Ինչ է Քրիստոսի մտքի մեջ։ Ինձ շահելու, քեզ շահելու, եկեղեցին շահելու ունենալու համար Հիսուս մտքի մեջ մի բան ուներ։ Ինչ էր դա։ Ինքը Աստված էր։ Երեք այսօր եւ հավիտյան նույնն է Հիսուս։ Աստված էր։ Աստծո կերպարանքը ուներ, բայց հափշտակություն չսեպեց Աստծո հավասար լինելը, ինչ արեց, իր անձը ունայնացրեց։ Հիմա Քրիստոսի միտք ունեցողը ինչ պետք է անի եկեղեցի մեջ, ոչ թե իր անձը պետք է բարձրացնի, իր անձը պետք է ունայնացնի։ Ոչ միայն եկեղեցի մեջ, կյանքում էլ, ամենտեղ, անձը ունայնացնի։ Հիսուս իր անձը ունայնացրեց։ Ծառայի կերպարանք հարավ ծառա գրված, բայց բնագրով ծառա չի, ստրուկ է գրված։ Ստրուկի կերպարանք հարավ, այսինքն ծառա դարավ։ Հիմա սերը ինչ է անում։ Իրենը չի փնտրում, չի գոռոզանում, չի պարտանում, ամեն բան գզի չի, հիմա Հիսուս ամեն բան զիջեց, ամեն բան երկնքի փառքը թողեց։ Հիմա տեսեք, Աստված կարա, չէ, սադամական սերունդը վերացներ, նորից մի սերունդ ստեղծեր։ Կարող էր, չէ, Ատենց էլ եղավ, չէ, Մովսեսին ասեց մի կողմ քաշվի զզվցրեցիք դուք ես ձեր անհնազանդությունովը։ Մի կողմ քաշվի ասեց, չէ, այս բանը չանես Տեր։ Չելնի որ փարավոնն ասի իրենց Աստվածը հանես տարա, որ իրենց կոտորի։ Մեծ անվանը փառքիդ համար ողորմա մեզի։ Ու ողորմած։ Բայց Աստված, որ մենք մեղքերի մեջ ենք ու մեռած էինք, մեր փրկության համար այս սերը Պողոս ասում է Քրիստոսի սերը ինձ ստիպում է, ինչ է ստիպում, ստիպում է, որ իր անձը ունայնացնի, ծառայի կերպարանք առնի, զիջի, համբերի, ողորմա, գթա, ավելի լավ տաք հանթե առնի, ծառայի, Քրիստոսի սերը ստիպում է իրան ծեծ ուտի, բանտարկվի, ծաղկով ծեծվի, այս ամեն ինչի հիմքը Պողոսի կյանքում, ֆաունդեյշնը, ուժը, զորությունը, որ ամեն բան կարող եմ անով, որ ինձ կզորացնի, կսիրի, սերն է, Քրիստոս ինքն է։ Դրանից առաջ ինքը հակապատկեր ունեցող մարդ էր, Քրիստոսի եկեղեցին հալածող մարդ էր։ Ինքը բռնում էր հավատացյալների տանում, բանտարկում էր, հələ փող էր առնում։ Այս նույն մարդը 180 աշճան փոխվել է եւ ինչն է փոխել այս մարդու կյանքը, որ համաձայնվել է այս չարչարանքներին, այդ սերը։ Բայց ինքը մի բանի էլ էր նայում։ Ինքը նայում էր այդ վարձատրությանը, որը սպասում է իրան։ Ուրեմն Քրիստոսի միտք ունենանք, որ Աստծո կերպարանք ունենալով հափշտակություն չսեպեց Աստծո հավասարին, ապա անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդու նման ըլլալով եւ մարդու կերպարանքով։ Հիմա մենք եղբայրներ քույրեր ենք, այստեղ հավաքվում ենք, բայց կան եղբայրներ քույրեր, որոնք ասենք 4-5 հոգով ընտանիքներ իր այդ մտերմություն են անում, 10 հոգով, դա շատ լավ է, ու դա ողջունելի, ընդունելի է։ Բայց հիմա ասենք մենք 5 ընտանիքով ենք կամ 5 հոգով ենք, մեզանից մեկը մի քիչ տկար է, եւ հանկարծ ես առաջարկություն եմ անում, որ այս տկարին մեր մեջից հանենք, որտեվ մեր համեմատ չի քայլում։ Սա շատ սխալ բան է, էլի։ Այդ մարդուն հանենք։ Այդ մարդուն, որի համար Քրիստոս մեռել է, որի սիրում է Հիսուս։ Հիմա եթե Քրիստոսի միտքը ունենանք, ինչպես Հիսուս էր մտածում։ Պողոս առաքյալն ասում է տկարի հետ տկար եղա, որ շահեմ։ Ընգածի հետ ես էլ որպես ընգած, մեռածի հետ մեռնողի հետ լացողի հետ լացել եմ, խնդացողի հետ խնդացել եմ, որ շահեմ։ Ուրեմն իմ վարվելակերպս ըստեղից չի գալիս։ Գալիս է իմ անձիս անձնասիրությունից եւ եսասիրությունից, որտեւ ես ինքս ինձի որակել եմ լավ հավատացյալ, խելացի, արժանի
եւ ինչ որ սատանան տվել այդ մեդալները գցելա վիզս, հիմա ես այդպես եմ ուզում տեսնեմ կողքիներիս։ Եվ ավետարն ասում, այդքան շուտ մոռացաք ձեր անցյալի մեղքերը։ Ուրեմն, ով որով ոնց կա, ինչ կա, մենք բոլորին այդպես պետք է ընդունենք։ Եթե ուզում ենք իրականության մեջ ասենք, որ ես սիրող հավատացյալ եմ, բոլորին այդպես պետք է ընդունենք։ Տկարի է տկար, մենք իրավունք չունենք այդ բաժանումը, բանը բերենք մեր մեջ, դա թույն է, որ ի վերջո մեզ է սպանելու, ոչ մեկի։ Հիմա մեր ընտանիքի մեջ, ասենք մենք 4 եղբայր ենք, 5 եղբայր ենք, 2 քուր ունենք, ընտանիքիս անդամներից մեկը պրոբլեմ ունի։ Այդ պրոբլեմը իմս է, ես չեմ կարա թողնեմ, որ այդ պրոբլեմի վրա ծիծաղան, նույնպես է սա Աստծո ընտանիքն է, մեր սա մենք մի հատ մեծ ընտանիք ենք, և տեսեք, ամբողջ եկեղեցի միաբանությունը հոգի, մեկ հոգի, մեկ շունչ, մեկ մտածում ասածը հենց սա է, ինչպես Հիսուսի միտքն էր, այդպես է դուք մտածեք, և այս միտք ունենալով է, որ մենք մեկ մարմին, մեկ շունչ, մեկ հոգի, և սրա կապը, որ կապում է մեզի, հոգին սերն է, սերն է։ Եվ Աստծո ուրախությունը, Աստծո ներկայությունը հենց այդտեղ է։ Մի հատ բան եղավ, խոսք եղավ ժամանակին, և եղբայրս ասեց, որ եկեղեցի մեջ մի հատ աթոռ կա, որի վրա Սուրբ Հոգին է նստած։ Մեզի տեղ չկա այլևս, մենք ծառա ենք, եթե մենք բդի իրար հետ վիճենք, թե այդ աթոռին ով նստի, մենք դառնում ենք Լավոդիկե, Հիսուս կայնում է դուրսը դուրն ածեցում, սնապարտ չլինենք մեկս մեկ գրգռելով, կամ սատանայի խաբեությունից խաբված ուզենանք բաներ անենք, մարդու վրա գրած է մեղք, մարդը ընկնող ելնող է, մեր վրա գրվածից ավելի բան չխորենք, ուրեմն այս մտքով և այս հավատքով եթե մենք առաջնորդվենք, այդ խաղաղության կապը Սուրբ Հոգի ձեռքով այդ սերը կնքվում է մեզ վրա և դա անբեկանելի է մեզ համար։ Արդ եթե Քրիստոսով մխիթարություն կա մխիթարություն, հիմա Վարդանին ով պիտի մխիթարի, աշխարհը, հարևանները, չէ, մենք պիտի մխիթարենք, մենք իր այդ ցավի, մենք էլ այդ ցավից պիտի վերցնենք, պիտի կարողանանք իր ցավը թեթևացնել, արդ եթե Քրիստոսով մխիթարություն կա, այո կա, սիրո սփոփան կա, հոգի աղոթություն կա, ոնց չկա, գթություն ու ողորմություն կա, ոնց չկա, տեսեք, սատանան մի բան անում, Աստված մի ուրիշ բան անում, սատանան ինչքան կարողանում է հավատացյալին ուզում է սարքի սենսիտիվ, Ինչքան դու սենսիտիվ լինես, այնքան շուտ ես զգալու, լսելու, հասկանալու, թե այս ես մի բան ասեց, այնի մի բան ասեց, խի ասեց և այս սենսիտիվ, Աստված հակառակը այս ձայնը ուզում է ջլսես, խաղաղությունը չկորցնես, սատանան ուզում է մեզ սենսիտիվ սարքի, սենսիտիվ, և հանկարծ միտեղ նայես, պետք է ինչի նայեցիր, այդ բանը ինչի ասեցիր, նույնիսկ մարդու մեջ, սրտի մեջ ինչ-որ մի բան չի եղե վիրավորական ասելու, բայց այդ խոսքը սատանան շատ արագ ձևի, որտեղ իր անունը բանսարկու է, բանասարկում և երկու ջերմ եղող եղբայրների, քույրերի, մարդու կնոջ, զավակի մոր, ծնողի նկատմամբ
Բաներ ասարքում եւ մարդիկ սկսում են իրարից նեղանալ, խռովել, այնինչ մեզ համար գրված է, որ մենք ողորմած, գթառատ, գթացող, ներող, սիրող, զիջող, այս բաները մեզ համար է գալիս։ Դա գալիս է սիրուց, դա գալիս է մեր ապրելակերպից եւ գործելակերպից։ Ապրելակերպից եւ գործելակերպից։ Արաքյալն ասում է, որ Փիլիպպեցիների մեջ ես աղոթում եմ, ասում է Պողոս Արաքյալը, եկեղեցին է ասում, հավատացյալի ավելի եկեղեցին, որպես հավաքական եկեղեցի։ Ես աղոթում եմ, որ ձեր սերը հետզհետե, օր հետզհետե ավելի շատանա, ավելի իրար նկատմամբ, հետզհետե շատանա, իրար նկատմամբ, գիտությունով և իմաստությունով, այսինքն հասկանալով Աստծո գործը, ավետարանի գործը, ծրագիրը, գիտությունով և իմաստությունով, որպեսզի դուք լավ բաներ ընտրեք, ուրեմն վատ բաներ էլ կա և լավ բաներ էլ կա, լավ բաներ ընտրեք, որպեսզի մինչև Քրիստոսի օրը, որ պետք է գա, անկեղծ ու առանց գայթակղության լինենք, այսինքն եկեղեցի մեջ խնդիր, գայթակղություն, բան, այս խումբ, այն խումբ, այս բաներ չկա, բոլորս մեկ են, առանց գայթակղության, առանց խնդիրի, անկեղծ լինենք, անկեղծ ու առանց գայթակղության, արդարության պտուղներով լեցված Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո փառքի և գովեստի համար։ Եվ այս բանը մի քանի անգամ է գրում Պողոս Արաքյալը, թե Եփեսացիներին, թե Փիլիպպեցիներին, թե Կողոսացիներին, ուրեմն այնքան կարևոր բան, որտեղ Պողոս Արաքյալը ինքը գիտեր, որ արդեն սատանա եկեղեցիների մեջ, հավատացյալների մեջ խնդիրներ է առաջացնում եւ որպեսզի այս խնդիրները արգելի այս մարդը, այս բաները, այս պատվերները գրում էր, որպեսզի ամեն մեկս հնազանդվենք այս խոսքերին, ինչպես որ գրված է, մեր անձից լավ սեպենք, բան մը գրգռությունով չանենք, սնապարտ չլինենք, այսպես եւ շարքը շատ է, որպեսզի Աստված կարողանա Սուրբ Հոգիի միաբանություն խաղաղության կապով պահել եւ Աստված այնտեղ փառավորվի, Աստծո սերը թագավորի եկեղեցի մեջ։ Ուրախ եղեք Տերոջմով, դարձյալ կսեմ, նորից եմ ասում, մարդը ոնց որ ավելի է ուզում հաստատ, դարձյալ կսեմ, ուրախ եղեք, ձեր քաղցրությունը, ուրեմն մենք քաղցրություն էլ ունենք, այդ ինչ քաղցրություն է, դա Քրիստոսի կյանքն է, թե չէ մարդու կյանքը ինչ քաղցրություն, փող ունես քաղցր ես, չունես դառը մարդ ես, իմացար, էսա, սաղ փողի կռիվ է, Այսօր մարդիկ ոչ թե ամուսնանում են իրար այդ, որ սիրում են իրար, ամուսնանում են նրա համար, այս մարդը բիզնես ունի, փող ունի, իրա կյանքը ավելի հեշտացնելու է, ինչ սեր, ինչ բան, ավետարանը հանիր, սեր բան գոյություն չունի, չկա տես բան, ձեր քաղցրությունը ամեն մարդու թող հայտնի լինի, Տերը մոտ է, բանի համար հոգ մի արեք, որտեղ հոգանելն էլ է մեղք, ապա ամեն բանի մեջ աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ ձեր խնդրված թող Աստծո հայտնի լա, Աստծո խաղաղությունը ամեն մտքից վեր է ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահե, վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պարկեշտությունով է, ինչ որ արդարությունով է, ինչ որ մաքրությունով է, ինչ որ սիրով է, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ գովություն որ կա, նրանց մասին մտածեք, Հիմա
ասենք մարդը եկեղեցի է գալիս եւ զգում ենք, որ ինքը նեղությունների մեջ է, դժվարությունների մեջ է, ձեն չի անում։ Չի ասում, ավետարանն ասում է, «Անի անֆայ մի եղեք, էլի ձեր ֆայմը թող աշխատի, էլի հիմա դե մարդ նեղության մեջ է, թեկուզ ինքը չի ասում, օգնեք, այդ սերը ցույց տվեք, հասցեք իրար, արեք իրար համար, արեք, մեր գործն է դա, թե չէ գնա կշտացիր խաղաղությամբ ասելով բան չի փոխվում, պետք է որ անենք, երբեմն պետք է հարցնենք, ոնց է, ինչ է լինում բան, ինչ-որ մի ձևով, մենք մեկ շուշ, մեկ մարմին ենք դարձել, մեկ մարմին ենք, այդ Հիսուսի կյանքը մեր մեջ է հոսում, Հիսուս այդ կյանքը մեզ տվել է, և Հիսուս ուզում է, որ մենք ամբողջությամբ մենք միաբան լինենք իրար, այս բաները Աստծո առջև ասում է անուշահոտ մի պատարակ է, Այսպես է գրած, կարդամ ձեզ է, Ինչպես իր աստվածային զորության, կյանքի և աստվածպաշտության վերաբերյալ, բոլոր բաները մեզի տվավ անոր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց Աստված, որոնցմով ամենամեծ և պատվական խոստումները տրված են մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցենք աշխարհի ցանկությունից առաջ եկած ապականությունից փախչելով։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերնի դրած ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, ու առաքինության վրա գիտություն ավելացրեք, և գիտության վրա ժուժկալություն, և ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն, ու աստվածպաշտության վրա եղբայրսիրություն, ու եղբայրսիրության վրա սեր։ Քանի որ այս բաները, որ նշեց, ձեր վրա կգտնվեն ու կաճեն ավելի կգնա, պարապ և անպտուղ չեն ընել ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճանաչելու մեջ։ Ուրեմն իմ Քրիստոսը չճանաչելու բուն պրոբլեմը նա է, որ այս բաները իմ մեջ չկա։ Այս բաները չկա։ Բայց քանի որ այս բաները կա, ինձ ավելի Քրիստոսին է մոտիկացնելու, որպեսզի Քրիստոսին ես ավելի ճանաչեմ։ Բայց սրա օգուտն ինձ ինչ է, իմ ստեղ։ Բայց որոնքով այս բաները չկա, անիկա կույրը կորցված չի, կույրը և կարճատես այլ ես քթի ծերից ենքով էլ չի տենում։ Կարճատես է, որ մորացել էր առաջվա մեղքերից մաքրվել է։ Ասոր համար եղբայրներ, ավելի ջանք գրեք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատեք, վասնզի այս անելով բնավ բդի չընգնեք, բայց էսի ամենաշատ ինձ ուրախություն տալիս։ Քանզի այս բաները անելով, քանզի ասոնքով մեզ առատորեն իրավունք պիտի տրվի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը մտնելու։ Հիմա եթե չեղնի, առատորեն չպիտի մտնի, ուրեմն ինչ կա, դադաստան էլ կա, չէ՞։ Այս բաները որ գտնվի այդ դադաստանից ազատ պիտի լինես, էլի, առատորեն պիտի ասեն, արի վրետ կեղծ չկա, արի ներս արի։ Կամ էլ պիտի ասեն կայնի։ 2012 թվականի մայիսի 5-ին քո վրա մեկը բան է կապել երկրի վրա։ Այդ հարցը պիտի լուծվի, չէ, տես բան չկա։ Առատորեն իրավունք պիտի տրվի քեզի մտնի։ Հիմա բոլորս է մտածում ենք, չէ, օրինակ ես էլ եմ մտածում։ Տեր Աստված այդ օրը առատորեն մտնենք, էլի։ Դե հիմա ինչ որ կա պիտի ստե հարցերը լուծենք, որ առատորեն մտնենք։ Ստե պիտի լուծենք հարցերը։ Իմացար, ստե պիտի լուծենք այդ հարցերը, որպեսզի առատորեն մտնենք։ Ուրեմն ինչ պիտի անենք, այդ սիրո մեջ պիտի մնանք։ Դա դառնա մեր ապրելակերպը, գործելակերպը, որպեսզի առատորեն իրավունք տրվի մեզի մտնենք։ Հիմա
ինչ ենք մենք գալի եկեղեցի, Աստված պաշտության։ Շատ լավ, բայց նաև ավելի կարևոր մի բան էլ կա, Աստված պաշտության հետ միասին Աստված ճանաչել, Քրիստոսը ճանաչելու։ Ինձ պետք է Քրիստոսին ավելի ճանաչեմ։ Առաքյալի ասած Զանիկա ճանաչեմ ու անոր մեջ գտնվեմ։ Որովհետև նրա մեջ է իմաստության եւ գիտության եւ սիրո եւ բոլոր պատուղները նրա մեջ է Քրիստոսը իմաստության գիտության բոլոր գանձերը, այսինքն բաներ, որոնք քեզի հարստացնում է քո հոգևոր կյանքը, գանձ։ Այդ գանձերը նրա մեջ է։ Մի հատ փոքր բրոշուր անցավ ձեռս, կարդացի վրա շատ ազդել այդ գրողը, որ գրել է, եւ շատ մտածելու տեղ է տալիս, ոչ թե չգիտեի, բայց ավելի եւ այսպես է ասում է, երբևիցե դու աղոթել ես, որ Աստված քեզի մաքրի։ Աղոթել ենք, բայց պատրաստ ես այն կրակին, որով մաքրում է Աստված, կրակի մեջով պատրաստ ես անցնելու, ինչպես Հոբը անցավ, ինչպես Մաղաքիայի 3-րդ գլխի մեջ է գրված, 3-րդ համարը, եւ Աստված մաքրում է, բայց ցավերով պետք է անցնես, բայց պետք է մաքրվես, ցավերով պետք է անցնես։ Բայց ասում եմ, որ մի վախեցիր, որովհետեւ կրակի չափը ինքը գիտի, ինչքան պետք է տա, դու պետք է ինչպես ոսկերիչը ինքը գիտի, ինչքան կրակ պետք է տա, պետք է հալեցնի դա ոսկերիչը, եւ ոսկերիչը հասկանում է այն ժամանակ, որ լրիվ հալված է, երբ որ ոսկու մեջ ինքը իրան է տեսնում, այնպես էլ Աստված պետք է տեսնի ինքը իրեն քո մեջ, բայց քեզանից չի հեռանալու ինքը, կողքը տա, մինչև վերջ այդ process-ը Գգղանքը հանելու է, եսասիրություն, անձնասիրություն, փառասիրություն, հովիվ լինեմ, եպիսկոպոս լինեմ, ես լինեմ, մեջտեղ է գալու ծառա, ստրուկ, սեր, խնդություն, խաղաղություն, այլ ոչ թե սապա Քրիստոս հանելու այս բաները, ես ավելին եմ, եսի քորը են, տեսնես քորն ես, դու կույրն ես, դու Հիսուս է քո աչքը, եւ այլ այս ես սկսում է մաքրվում է, մարդը տեսնում է ինքը չկալ, ոչ թե սապա Քրիստոս։ Պատրաստ ես այդ կրակի մեջով անցնելու, ասում է, պատրաստ ես։ Երկու ձևով Աստված արել, հետաքրքիր է։ Կրակը եւ ջուրը, այս երկուսը կյանքի ամենաանհրաժեշտ բաներն են։ Բայց Աստված այս երկու բանով Դադաստան է տեսել, թե ջրեղեղով, թե Սոդոմը կրակով եւ աշխարհը դեռ սպասում է դրան։ Բայց այս երկու միջոցով էլ հավատացյալին մաքրել է։ Երկու միջոցով, թե կրակով եւ թե ջրով, հավատացյալին մաքրել է Աստված։ Մաքրել է։ Եվ մեզ պետք է, որ մեր հին կյանքի, հին բնավորության գծերից, հին խարակտերներից մաքրվենք, ազատվենք։ Օրինակ մի բան ասեմ կզարմանա, չգիտեք, այ վստահ եմ որ գիտեք, զարմանալու բան չի, բայց լուրջ ընդունելը, էլի որ լուրջ ես ընդունում, որ այս իսկականից մեղ կա։ Շատ ուտելը մեղ կա, որ կրամոլությունը։ Եվ հետաքրքիր ինչ է, որ այսինքն մեր մտքի մեջ դառնում է մեր ապրելակերպ, էլի, այսինքն սոված ես, դեռ էլ տուն չես հասել, արդեն ասում ես, եթե մեսի բրդուշ կանեմ, են վերջում է կոֆե տորթով, մորթով, մտածելակերպը դա դառնում է, դու որ կրամոլ ես ուրեմն, ախպեր, լուր չունեիր, հետո էլ ասում ես, այն որ չեմ ոնց եմ չաղանում, բա դրանից եմ չաղանում, որ մտքիս մեջ մենակ էտ եմ մտածում, Հիմա գիշերները ժամը 2-ին 3-ին հելնում էի խալաձենիկ, ասում եք ալբաս սոված է, դուրը միամ ուտում է, հետո աղբերես, հետո պապաս սաղր է ժամանակ, հելնում եմ մենես ասում եմ, գիշերը կերեք, քնեք, ինչ եք էլ, բնավորություն է դարել։ Հիմա Աստված ասում է, մի կեր, չէ Աստված ասում են, լսի, այդ որ շատ ես ուտում, պրաբլեմա տալու քեզի, չանալու ես, հավեսդ գնալու է շարժվելու, ամենամեծ պրոբլեմը եկեղեցի չես դելու գաս։
Ահ, ոտերը սուրելա, ցավացել է շաբաթել։ Այսի է տալու քեզի մի հատ։ Երկրորդը հենց սկսեցիր կարդալ քնելու ես, որտեղ ճնշումը բարձր, խոլեստերոլը բարձր, շաքարը բարձր։ Իմացար, սո բարձրալի սուրբերին մաշեցնում է, հիմա մաշեցնելու մի հատ ձև է։ Էդ մաշեցնում է եւ ինչ անում, հոգեվորը տուժում է, մարմնավորը առաջ հանգած այդում է։ Հիմա խորը մտածենք, տեսնենք, որ իսկականից տենց է։ Արե չոկոլադ անտերը սիրում եմ էլի, բայց ուտում ես ճնշումը բարձրացնում է, ուրեմն չպետք է ուտես։ Չպետք է ուտես։ Իմացար։ Էսա։ Ուրեմն ինքնակառավարում, էլի, ժուժկալություն, self control։ Ինչքան կարևոր բան է, էլի։ Ինչքան կարևոր բան է։ Սակայն ամեն բանի վախճանը մոտեցել է, ուստի զգաստ եղեք ու աղոթքի մեջ արթուն մնացեք։ Եվ ամեն բանից առաջ իրարու հանդեպ սրտանց սեր ունեցեք, վասնզի սերը մեղքերի բազմությունը ծածկում է։ Տեսնում եք։ Իրարի հյուրասիրություն ցույց տվեք առանց տրտուն ժնելու։ Արդ զանգել է ուզում գազետում, ուֆ, այս չեմ ուզում գա, ցրեք էթա։ Ամեն մեկին շնորհք, որ առավ, զանիկա իրարու մատակարարեցեք, Աստծո զանազան շնորհների բարի տնտեսի պես։ Եթե մեկը խոսի Աստծո պատգամների պես թող խոսի, եթե մեկը մատակարարություն ունի, որպես Աստծո շնորհների զորություն թողնե, որպեսզի ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի ձեռքով, որում փառք եւ զորություն հավիտյանս հավիտունից ամեն։ Սերը մեղքերի բազմությունը ծածկում է, չէ՞։ Դե եթե որ սիրում ես, էլ ոնց կարաս դադես, ոնց կարաս մեղադրես։ Դե ասма սերը գզի չի, սերը չի էլ տեսնի էլի էդի սխալը։ Բայց եղել է դեպքեր, չեմ ուզում բան անեմ, հիշեմ, ու միջոյմական այդպես մարդիկ, որոնք, ասենք, մի սխալի համար ասում են, դու պետք է անպայման մեր առջև ապաշխարես։ Եվ ստիպում են հավատացյալին, որ գա, մի քանիսի առջև ասի, որ ես սխալ ես մարդու հանդեպ արել եմ, խնդրում եմ, այս անող մարդը Աստծու տեղադրել իրան, ու ինքը ուզում է այդքանի մեջ փառավորվի։ Սիրող մարդը ոչ կկանչի ապաշխարության, ոչ կդատի, ինքը կանցնի ու կգնա կմոռանա։ Ինքը չի կանչի հաշվի հարդարնելու։ Այդ նույն ձևով, որ դարաստանա տեսնում, Աստված իր այդ պետք է տեսնի։ Միգուցե այդ իմ արածս վարքագծով ես այդ մարդուն նսեմացնում եմ, անարգում եմ իրան։ Միգուցե պատճառ դառնամ, որ ինքը կոտրվի եւ այլևս չծառայել Աստծո։ Ինչ գիտեմ ես, ով այդ մարդու ներքն աշխարհը։ Ուրեմն, այս իսկական սերը սա է։ Իսկական սերը սա է։ Ոչ թե կանչել մարդուն նսեմացնել, ցույց տալով, որ իմ անձս տեսակ ես ճիշտ էի։ Ապա սերը մեղքերի բազմությունն անգամ կծածկի եւ չի երևա։ Եվ մենք իրար հետ հաշիվ չունենք։ Փառք Աստծո, եղբայրներ ջան, այստեղ այդ ձևա, մեր մեջ այդպես է։ Մենք դες բաներից հեռու ենք, իրար սիրել ենք, իրար պետք է սիրենք, որովհետև Քրիստոս մեր մեջ է ապրում, եւ մենք այդ ենք սովորում Աստծուց, եւ ավետարանը դա է քարոզում մեզ, եւ պետք է սիրենք, եւ պետք է զիջենք, եւ պետք է ներենք, որպեսզի մեզի սիրեն, մեզի զիջեն, մեզ էլ ներեն։ Եթե ոչ չի լինի։ Հովանո առաքյալը այսպես է գրում. Սիրելիներ, մեկըզ մեկ սիրեք,
Վասնզի սերը Աստծուց է, ամենը որ կսիրի Աստծուց ծնված է ու կճանաչի Աստված։ Այն որ չի սիրում, Աստված չի ճանաչում, վասնզի Աստված սեր է։ Հիմա ես ասում եմ, որ այս քո արածիդ համար, Արտաշ եղբայր, ես քեզ չեմ ներում։ Չէ, այս հարցը թողնում եմ մենք Տերոջ առջև, թող Տերը դադաստան տեսնի մեր մեջ։ Ավետարանն էլ ասում է. Այն որ չի սիրում, Աստված չի ճանաչում, վասնզի Աստված սեր է։ Այս բանի մեջ Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ եկեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Բայց 11 համարը Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրենք։ Ուրեմն եթե Աստված Քրիստոս իմ մեղքերս իմ առջևս չի դրել, ասելով որ դու էս մարդն ես, ինձ չի ասել, իմ մեղքերս ներել է չհիշելու պայմանով, նույնպես ես պետք է նրան ներեմ, չհիշելու պայմանով, այլ ոչ թե ես պետք է կանչեմ դադաստանի։ Եթե ես դա անում եմ, ուրեմն Աստծո սերը իմ մեջ չի աշխատում, չկա, գոյություն չունի։ Քանի որ ես ոչ միայն խնդիրներ եմ առաջացնում, ես գայթակղություն եմ առաջացնում։ Մենք ճանչեցանք ու հավատացինք, թե Աստված մեզ կսիրե, Աստված սեր է, այն որ սիրո մեջ կբնակվի, Աստծո մեջ կբնակվի ու Աստված էլ անոր մեջ։ Աստծո սերը մեր վրա կատարյալ կլա, որպեսզի ինչի համարձակություն ունենանք դադաստանի օրը։ Վասնզի ինչպես է ինքը նույնպես էլ մենք ենք այս աշխարհի մեջ։ Համարձակություն ունենանք դադաստանի օրը, ուրեմն համարձակություն ունենալ դադաստանի օրը, որ Քրիստոսի սիրով ապրել ու սիրով վարվել, ներելով, զիջելով, ողորմալով, իմացա առանց տրտունջների համարձակություն ունենա դադաստանի օրը։ Նորից խոսամ, բայց մի հատ նյութ կա դրա մասին եմ ուզում ասեմ շատ արագ։ Ուրեմն խնդությունը նաև ուրախություն է գրված, ուրախություն, բայց խաղաղությունը էրենա գրված կամ իրենա կամ էրենա, որը իր խորքում խաղաղություն գրված է հանգստություն։ Ուրեմն Հովանու ավետարանի մեջ 14 գլուխը 16 գլուխը Տեր Հիսուս ասում է, որ ես իմ խաղաղությունս կտամ ձեզի, որ աշխարհը չի կարա տա ձեզ, աշխարհը չունի, ես իմ խաղաղությունս կտամ ձեզ։ Այս խաղաղությունը ըստ բնագրի, որ գրված է, որ ամեն բանից, ամեն իրավիճակից, ամեն բանից բարձր է։ Սա կոչվում է մեսիանիկ խաղաղություն, տենց է բացատրում, մեսիանիկ, այսինքն աստվածային խաղաղություն, մեսիայի խաղաղությունը, այսինքն այս խաղաղությունը այս կյանքի մեջ, այս աշխարհի մեջ չի կարողանում քեզի անհանգստացնել աշխարհը իր գեղեցկությամբ, լիությամբ, այս բաներով, այսինքն չես կորցնում խաղաղությունը, անհանգստություն չի առաջանում քեզի այս կյանքում պայքարելու ինչ-որ բաների հետևից գնալու, որտեղ դու մի հատ խաղաղություն ես, որ ավելի գերիշխող է, քան ինչ-որ աշխարհը կա։ Օրինակ աշխարհի խաղաղությունը ինչ է, այսինքն եթե մարդը ստացված ունի, ընտանիք ունի, ամեն բան հարմար, ամեն բան հաստատված, ինքը խաղաղություն ունի։ Հենք չկա այդ բաները, խաղաղություն կորցնում է, մտքի անհանգստություն, թե ինչպես անեն, որ տուն ունենամ, էս ունենամ, սա անհանգստություն է, խաղաղ մարդը ամեն ինչ ունի։ Հիմա Աստված մեզ տալիս եմ իմ խաղաղությունս, այդ խաղաղությունը որ տալիս է մեզ Քրիստոս, ամեն բան ունենք մենք արդեն։ Դրա համար այս կյանքում պայքարելու, ինչ-որ բաների հասնելու կարիք չունենք, որտեղ մենք ունենք մի բան, որ աշխարհը չի կարա տա մեզի, չունի որ տա։ Դրա համար Հիսուս ասեց իմ խաղաղությունս կտամ ձեզի, ոչ թե ինչպես աշխարհը կտա։ Իմ խաղաղությունս նշանակում է, որ այս աշխարհից վեր է։ Դրա համար Պողոս առաքյալը այդ Փիլիպեցի թղթի մեջ հենց այդպես էլ գրում է, շատ հետաքրքիր է, Փիլիպեցիների նամակի մեջ 4 գլխի մեջ։ Ասում է
7 համարը Աստծո խաղաղությունը հետ ասում է, որ ամեն մտքից վեր է ձեր սրտերը ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահի։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից, հիմա դու ինչ ես մտածում, այդ մտքիցդ վեր է, որ քեզ պիտի պահի Հիսուս Քրիստոսով։ Պիտի պահի։ Այդ խաղաղություն չտոնը, որ նախանձես։ Այդ դատես բանկա, չէ, մեկը ոսկե ձկնիկ աբռնում, զուկ ասում եմ, մի կերել ինձ, ինչ ուզես կանեմ, բայց մենակ մի պայմանով, ինչ չես տամ հարևանիդ 2 անգամ պիտի տամ։ Ասում ես մի աշկը հանի։ Մարդ, դրան է տայլի, ասում եմ մի աշկը հանի, հարևանի 2 աշկն ա դուս գալիս արդեն։ Իմացար, դե մարդը, տեսնում եք ոնց է մարդը։ Այդպես է, ու խաղաղություն էսա, որ մեզ չի անհանգստացնում այս աշխարհը, այս աշխարհի բաները։ Այս մեկը լավ ապե մյուսը չի անհանգստացնում ես, այլևս պայքարի չի քաշում մեզի, որտեղ եւ որ մենք մտնում ենք այս աշխարհի համակարգի մեջ, մեզի քաշում տանում է եւ չենք էլ հասնելու, որտեղ այս ձեռից կտա ու այս ձեռից մեր կառնի ու մեր բերանը չի գնա։ Բայց այն ինչ որ Քրիստոս տվել է, հաստատուն է եւ մնայուն է։ Ախ, երբ պիտի գա այդ օրը, երբ պիտի գա այդ օրը։ Եվ մի հատ բան կա գրված ասում է, այն օրը դուք երկնքի աստղերի պես պիտի փայլեք։ Երկնքի աստղերի պես պիտի փայլեք։ Իսկ Դադաստանի համար գրված է, նրանք իրենց ոտքերը անավատների արյան մեջ կոխեցին։ Եվ այս քամբան, որ Աստված արեց ու այս քամբան, որ անում է մեզ համար, մենք պարտավոր ենք ոչ միայն Աստված սիրելու, մենք սիրելը ապացույցն է, որ մենք Աստված կսիրենք։ Մեկ ներելը, զիջելը, ընդունելն է ապացույցն է, որ Աստծո սերը Քրիստոս իմ կյանքից մեջ ապրում է։ Իմ կյանքից մեջ ապրում է։ Ուրեմն Աստված սեր է եւ Առաքյալն ասում է, այն որ այդ սիրո մեջ կմնա, Աստծո մեջ կմնա եւ կապացույց է, որ ինքը Աստծուց ծնված է։ Եվ մենք Աստծուց ծնվեցինք եւ Աստված մեզի կյանք տվեց, նոր կյանք տվեց Քրիստոսի կյանքը, հոգի կյանքը, միտք եւ իմաստություն տվեց Աստված ճանաչելու, մեզ իմաստություն, գիտություն տվեց Աստված այս կյանքում ապրելու մեր շարժարիթը, մեր կենցաղավարությունը, մեր քաղաքականությունը, ամեն բան Աստված փոխեց եւ Առաքյալն ասում է, մեր քաղաքականությունը, մեր կենցաղավարությունը, մեր ապրելակերպը երկնքից է, որտեղ ես սպասում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի գա ու պիտի նորոգե մեր խոնար մարմինները կերպարանքից անելով իր փառավորյալ մարմնին։ Դրան ենք մենք հիմա սպասում։ Մեր քաղաքականությունը երկինքն է, մեր կենցաղավարությունը երկինքն է։ Մենք այս երկրի վրա քաղաքականությունը ու այս աշխարհի կենցաղավարությունով չենք զբաղվում, զբաղվել ենք մի ժամանակ, հիմա չենք զբաղվում եւ Աստված մեզ այս աշխարհից դուրս է կանչել։ Հիմա մենք նոր կենցաղավարություն, նոր քաղաքականություն ունենք։ Մեր քաղաքականությունը ինչ է։ Ամեն ով որ հավատա, որ Հիսուս Քրիստոս է, Աստծուց ծնված է, հեսա մեր քաղաքականությունը։ Մենք սա ենք տարածում։ Մեր համար մի հատ պրեզիդենտ կա, նախագահ կա, որ անփոխարինելի է, Հիսուս Քրիստոս Տերն է, որին էլ սպասում ենք, որ պետք է գա։ Աստված օրհնի ձեզի, շատ կարճ խոսացինք, բայց հաջորդ անգամ կշարունակենք, Տեր օրհնի ձեզ, ամեն։